Քենեթ Հեգին Ինչպես առաջնորդվել Աստծո հոգով։ Երբևէ ձեզ հարցրել եք, արդյոք ես էի, թե Աստված։ Եթե այո, ուրեմն այս գիրքը ձեզ համար է։ Աստծո հոգու ձայնը զանազանելու կարողությունը երբեք այնքան կարևոր չի եղել, որքան մեր ժամանակներում։ Ապրելով բազում ձայների մեջ, որոնք փորձում են գրավել մեր ուշադրությունը, չափազանց կարևոր է ճանաչել Աստծո հոգու առաջնորդությունը։ Մենք պետք է Աստծո ձայնը զանազանենք այս աշխարհի, մեր մարմնի և թշնամու ձայներից։ Այս գիրքը սովորեցնում է ինչպես հետևել հոգու առաջնորդությանը կյանքի յուրաքանչյուր բնագավառում։ Այն պատասխանում է հետևյալ հարցերին. ինչպես կարող եմ մարզել իմ հոգին, որպեսզի մշտապես զանազանի Աստծո ձայնը։ Կարող եմ արդյոք վստահել իմ ներըմբռնողությանը։ Որքանով պետք է վավերական համարել անձնական մարգարեությունները։ Կարող եմ Աստծուց նշան խնդրել։ Առաջաբան. որովհետև ովքեր Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են։ Հռոմեացիների 8:14 Աշխարհն այսօր չափազանց անհանգիստ է, լի ձայներով, պատկերներով, աղմուկով։ Այդ աղմուկն ու իրարանցումը փորձում են գրավել մեր ուշադրությունը և մեզ շեղել Աստծուց։ Երբեմն դժվար է կենտրոնանալ Աստծո վրա և հետևել նրա ձայնին։ Սակայն պետք է հիշենք, որ մենք, լինելով քրիստոնյաներ, շատ ազդեցիկ զենք ունենք։ Մենք ունենք ընկեր և օգնական, ով ապրում է մեր ներսում, առաջնորդում է մեզ և ցույց է տալիս գալիք իրադարձությունները։ Նա Աստծո զորավոր Սուրբ Հոգին է, և նրա նպատակն է առաջնորդել մեզ դեպի հաղթական կյանք, որը փառավորում է Աստծուն։ Հորս ամենասիրելի թեմաներից մեկը Սուրբ Հոգու թեման էր։ Այս գիրքը հորս ուսմունքների ընտրանին է Սուրբ Հոգու մասին։ 1978 թվականից ի վեր, երբ այս գիրքն առաջին անգամ հրատարակվեց, այն տարածվել է ամբողջ աշխարհում, թարգմանվել բազմաթիվ լեզուներով և փոխել բազմաթիվ մարդկանց կյանքեր։ Շատերն սկսել են գիտակցել, որ Սուրբ Հոգին իրական է և միշտ կառաջնորդի և կօգնի մեզ։ Տարիներ շարունակ ճանապարհորդել և աշխատել եմ հորս հետ, և անձամբ տեսել եմ հոգով առաջնորդվելու առավելությունները։ Քենեթ Հեգինի ծառայությունը, Ռեմա աստվածաշնչյան ուսումնական կենտրոնը և Faith Library հրատարակչությունը գոյություն չէին ունենա, եթե մի մարդ Տեխաս նահանգի Մակկինի բնակավայրից չհնազանդվեր Սուրբ Հոգու ներքին առաջնորդությանը։ Նրա հնազանդությունը թույլ տվեց, որ Աստված օրհնի ոչ միայն մեր ընտանիքը, ծառայությունը, այլև ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդկանց։ Եթե սովորեք հետևել Սուրբ Հոգու առաջնորդությանը, նա նույնը կանի ձեր կյանքում։ Սույն ժառանգություն հրատարակությունը տուրք է հորս կյանքին և ծառայությանը։ Նրա կյանքն անչափ բեղմնավոր էր Աստծուն հետևելու շնորհիվ։ Այս գիրքը տուրք է նաև ձեզ, որ քաղց և ցանկություն ունեք էլ ավելի մոտենալու Աստծուն։ Այս դասական գիրքը և հավելյալ նյութերը լսելիս սնվեք այս ուսմունքից և թույլ տվեք, որ այն փոխի ձեր սիրտն ու կյանքը։ Որոշում կայացրեք հետևել նրան և մի հուսացեք ձեր ուժերին։ Թող Սուրբ Հոգին ձեզ առաջնորդի, որ տեսնեք այն ամենը, ինչ Աստված կարող է անել ձեր մեջ և ձեր միջոցով։ Նրա սիրով, Քենեթ Հեգինի որդի։ Նախաբան 1959 թվականին Էլ Պասոյում, Տեխասում, Տերը տեսիլքով հայտնվեց ինձ։ Նա մտավ իմ սենյակ ժամը 18:30-ին, նստեց անկողնուս մոտ դրված աթոռին և 1.5 ժամ զրուցեց ինձ հետ։ Այս գրքում մանրամասն կպատմեմ մեր զրույցի մասին, բայց սկզբից ցանկանում եմ մի ճշմարտություն ընդգծել։ Նա ինձ հետ խոսեց մարգարեի ծառայության մասին։ Այդ մասին կարող ես կարդալ Եփեսացիների 4:11 և 12-ում։ Այնուհետև ասաց. նոր կտակարանի ժամանակաշրջանում
Մարգարեները կարգված չեն եկեղեցին առաջնորդելու համար։ Իմ խոսքում ասվում է, որովհետև ովքեր Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են։ Հռոմեացիների 8:14։ Եթե ինձ լսես, քեզ կսովորեցնեմ, թե ինչպես առաջնորդվել իմ հոգով։ Ես ցանկանում եմ, որ դու էլ նույնը սովորեցնես իմ ժողովրդին։ Ես ամաչում եմ, որ տարիներ շարունակ բավականաչափ չեմ ուսուցանել այս թեման։ Ժամանակ առ ժամանակ անդրադարձել եմ այս թեմային, բայց լրջորեն չեմ ուսուցանել։ Վերջերս Տերն ինձ սթափեցրեց և սկսեցի ավելի շատ սովորեցնել այս մասին։ Այս գիրքը դրա արդյունքն է։ Քենեթ Հեգին։ Գլուխ առաջին։ Տիրոջ ճրագը։ Որովհետև ովքեր Աստծո հոգով են վարվում, նրանք Աստծո որդիներ են։ Հռոմեացիների 8:14։ Նույն ինքը հոգին վկայություն է տալիս մեր հոգուն, որ մենք Աստծո որդիներ ենք։ Հռոմեացիների 8:16։ Մարդու հոգին Տիրոջ ճրագն է, նա քննում է սրտի բոլոր ներսերը։ Առակաց 20:27։ Աստծո զավակները կարող են ակնկալել, որ Աստծո հոգին իրենց կառաջնորդի։ Առակաց 20:27-ում գրված է. Մարդու հոգին Տիրոջ ճրագն է։ Եթե այս խոսքը գրվեր այսօր, միգուցե այսպես կշարադրվեր. Մարդու հոգին Տիրոջ լամպն է, ինչը նշանակում է, որ Աստված մեզ կլուսավորի։ Նա մեզ կառաջնորդի մեր հոգու միջոցով։ Սակայն մենք հաճախ առաջնորդվում ենք ոչ այնպես, ինչպես Աստված է ասել։ Այդպես վարվելով փորձանքի մեջ ենք ընկնում։ Երբեմն Աստծո առաջնորդության մասին դատում ենք մեր բնական զգայարաններով։ Սակայն Աստված երբեք չի ասել, որ մեզ կառաջնորդի մեր բնական զգայարանների միջոցով։ Շատ հաճախ մենք իրավիճակներին նայում ենք մտավոր տեսանկյունից և ջանում ենք ամեն ինչ հասկանալ դատողությամբ։ Սակայն Աստվածաշնչի ոչ մի հատվածում գրված չէ, որ Աստված մեզ կառաջնորդի մեր դատողության միջոցով։ Աստվածաշնչում չի ասվում, որ մարդու մարմինը կամ միտքը Տիրոջ ճրագն է։ Այնտեղ ասվում է, որ մարդու հոգին Տիրոջ ճրագն է։ Այդ մասին կարող ես կարդալ Առակաց 20:27-ում։ Աստված մեզ կառաջնորդի, նա մեզ կլուսավորի մեր հոգիների միջոցով։ Մինչև կհասկանանք, թե ինչպես է Աստված մեզ առաջնորդում մեր հոգիների միջոցով, պետք է հասկանանք մարդու բնությունը։ Մարդը հոգի է, ունի շունչ և բնակվում է մարմնի մեջ։